Սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք մեր տարուսուցման աշխատանքները։ Այդ բնարանից այսօր սովորելու ենք հ հնչյունը եւ նրա տառերը։ Տեսեք, սա ինչ հետաքրքիր խաղալիք է, բոլորը ծանոթ եք, չէ՞։ Կոչվում է հոլ։ Հոլը պտտվում է, թելը, որը փաթաթում են հոլի շուրջը, հետո ցկում են մատին, այնուհետև մատը արագ քաշելով թելը քանդում են եւ հոլը երկար պտտվում է եւ հետաքրքիր խաղ է, որը երեխաները բոլորը սիրում են խաղալ ամռանը։ Հոլ, ուշադիր նայում ենք։ Հ մեծատառ տպագիր, հ փոքրատառ տպագիր։ Հ մեծատառ ձեռագիր, հ փոքրատառ ձեռագիր։ Հավա երեխաներ նայեք, ձեռագիր հն ոչ տարին է նման։ Անմիջապես երեխաներն ասում են, եթե գծիկը երկարացնենք, կդառնա մեծատառ ի եւ փոքրատառ ի։ Շատ ճիշտ է երեխաներ, հն կարծես կիսված ին լինի, տողից չի անցնում։ Հիմա խաղում ենք ով ավելի շատ բառեր կասի հ-ով սկսվող։ Կարող են երեխաները ասել իրենց ընկերների անունները, դասարանում հավանաբար կլինեն հ հնչյունով սկսվող անուններ։ Հասմիկ, Համլետ, Հայկ, Հայկուի, Հերիքնաս, Հովանես եւ այլ անուններ կարող են ասել։ Այնուհետև ասում ենք հ-ով սկսվող բառեր։ Հասկ, հարս, հոլ, հոր։ Տեսեք, այստեղ նաև կան տառեր, որոնք միացնելով կարելի է ստանալ բառեր։ Եթե հն բառասկզբում տեղադրենք, կարելի է կազմել հետ եւ հին բառերը։ Հետո ասում ենք բառեր, որոնց բառամիջում է լսվում հ։ Մահակ, մահակը ձեռնափայտն է։ Պահակ, ինչ որ բան հսկող մարդուն ասում են պահակ։ Դահուկ, ձմեռային խաղ է։ Սահնակ, կարծես ձմռանն ենք մոտենում, հիշում ենք բոլոր ձմեռային խաղերը։ Ահագին, կարելի է նաև երեխաների հետ մրցույթ կազմակերպել եւ տեսնել, որ շարքի երեխաները ավելի շատ բառեր կասեն, որոնք սկսվում են հ-ով։ Նկարում պատկերված է ցորենի հասկը, հավիկը, որը հատիկ է ուտում։ Կարդանք դասը եւ ընդգծենք հ-երը։ Իհարկե մեծահասակները, ուսուցիչը, եղբայրը եւ քույրը կարող են կարդալ, ծնողները, իսկ երեխաները պարզապես նշեն հ մեծատառ։ Տեսեք, տպագիրը տարբերվում է, հասկի նման է։ Հ մեծատառը եւ հ փոքրատառը։ Հատիկը, բակում հավը հատիկ գտավ։ Համլետը տեսավ ու հատիկը հավից առավ։ Առավ, տարավ, տվեց հողին, ջուրն էլ հողին ու հատիկը մեծ հասկ դարձավ։ Ցորենի հասկ տնկելու գործողությունն է երեխաներ, եթե հողին են պահ տալիս, այսինքն հողը փորում են, հատիկը ցանում, հետո ջրում են եւ որոշ ժամանակ անց հատիկը ծիլ է տալիս եւ աճում է հասկը, որից հանում են ցորենը, ալյուր են աղում եւ հաց են թխում։ Տեսեք, գրում ենք հ ձեռագիր փոքրատառ, հ ձեռագիր մեծատառ։ Երբ շատ գեղեցիկ ստացվեց, նաեւ կարող ենք խաղալ տպագիր հ-երը գրել հոնի հատիկներով։ Կարդում ենք դասը, նախապես ասեմ, որ դասը կարդալու համար այստեղ մենք երկու տառ ունենք, որը դեռ չենք սովորել, կարող են ծնողները օգնել երեխաներին բառը կարդալու համար։ Նայում ենք նկարին, տեսնում ենք, որ տատիկն ու թոռնիկը ինչ որ բանով զբաղված են։ Հիմա երբ կարդանք, կհասկանանք, թե ինչով են նրանք զբաղված։ Հասմիկը հոն շատ է սիրում, տեսեք օժանդակ բայա են կարդում ենք միասին։ Տատիկը նրան հոնի հյութ է տալիս, հյութ բարի մեջ յն եւ թն դեռ չեն անցել երեխաները։ Բաժակով տեսեք հոնի հյութը, թող երեխան տեսնի, բարի նկարին նայի, տեսքին նայի եւ կարդա։ Տատիկը նրան հոնի հյութ է տալիս։ Հասմիկը նկարում է սիրելի տատիկին։ Այստեղ կարելի է հետաքրքիր հարց առաջարկել։ Երեխաներ, ինչ եք կարծում, Հասմիկի տատիկի անունը ինչ կարող է լինել։ Երեխաներից շատերը, որոնց ընտանիքներում ընդունված է տատիկի անունը դնել թոռնիկին, կարող են ասել, որ տատիկի անունը նույնպես Հասմիկ է, կամ կարող են հ-ով սկսվող այլ անուններ հորինել։ Հիմա տեսնենք, անուններ են գրված եւ պատկերված են պտուղներ, տեսնենք ով ինչ է սիրում։
Տեսնենք, մի հրանին օգնենք, որպեսզի գնա եւ հասնի իր սիրելի բալին։ Մի հրանը սիրում է բալ։ Հաջորդը Սահակ, տեսնենք, օգնենք Սահակին, ոլորապտույտ ճանապարհով Սահակը գնաց եւ հասավ դեղձին։ Սահակը դեղձ է սիրում։ Հասմիկը, տեսեք, Հասմիկը շատ կարճ ճանապարհով հասավ խնձորին։ Հրանտը սիրում է հաղարճ։ Հենրին սիրում է թուզ։ Համլետը սիրում է հոն։ Հայկուհին սիրում է տանձ։ Եվ վերջում երեխաներ կարող եք իրար թելադրել հետևյալ տառերը եւ բառերը. հ, ու, հարս, սիրուն, հարս։ Հարսը ուղղակի բառ է, իսկ սիրուն հարսը բառակապակցություն է։ Սիրունը ցույց է տալիս, թե ինչպիսին է հարսը։ Հ, ո, հիշում ենք, որ բառասկզբում ո է, բառամիջում օ։ Հոն, կարմիր, հոն, սա բառակապակցություն է։ Հոնը բառ է, կարմիր, հոնը բառակապակցություն։ Կարմիրը ցույց է տալիս հոնի գույնը։ Ինչպիսի հոն, կարմիր հոն։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։